Սուրբ եւ անմահ պատարագ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հերթական պատարագն է տեղի ունեցել։ Այն մատուցվեց Արարատ քահանա Օրդոյանի ձեռամբ։ Եկեղեցու մոտ հավաքվել էր մարդկանց հոծ բազմություն, որոնցից շատերը նույնիսկ չկարողացան եկեղեցի մտնել եւ ստիպված կանգնեցին բակում, որտեղից էլ հետևեցին պատարագին։ Եկեղեցի այցելելը արդեն դարձել է իմ սովորական կյանքի ռիթմի մի մաս է, եւ ես կարծում եմ, եթե նույնիսկ ինչեւ որ անխուսափելի է կաթողիկոսի հեռացման հետո այդ փոփոխություններն էլ տեղի ունենան, նորոգման գործընթացներն էլ եթե նույնիսկ ավարտվի, ես կարծում եմ, էլի ստաբիլ եկեղեցի գնալու եմ եւ յուրաքանչյուր պատարագի մասնակցելու եմ։ Ուսանողական տարիներին մի երկու անգամ զուտ իմ համար, որ փորձում էի Աստվածաշունչ կարդալ ու դժվարանում էի կարդալ եւ ուզում էի գալ եկեղեցի, երկու անգամ երևի եկել եմ պատարագի, բայց դրանից հետո դադարեցրեցի այցելես, բայց հիմա կարծես այդ պահանջը զգում եմ եւ եթե նույնիսկ վարչապետը ժամանակ չունենա հետագայում այցելելու, ես կարծում եմ, որ ես ինքս կայցելեմ։ Ներկաները վստահեցնում են վարչապետի, նախարարների, պատգամավորների եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ պատարագները փաստում են ժողովուրդը սկսել է հայացք ուղղել դեպի եկեղեցի։ Թեկուզ հենց այն փաստը, որ Կտրիչ Ներսիսյանը ընտրվել է հոկտեմբերի 27-ի օրը, իր մեջ արդեն իսկ կոնկրետ խորհուրդ է պարունակում, էլի։ Շատ մեծ խորհուրդ է իր մեջ դա պարունակում։ Քանի կար ասում էին ընդամենը մի քահանա է, հետո ասում էին ընդամենը 3 քահանա է, հիմա ասում են ընդամենը 10 arczepiskopos է, վաղը լրիվ ուրիշ բան են ասելու եւ վերջում Կտրիչ Ներսիսյանը հեռանալու է։ Հավատավոր մարդիկ նշում են, սա հոգեվոր նորոգման մի ճանապարհ է, որի միջով հիմա անցնում են։ Ինքնամաքրման գործընթացը կարևոր փուլ է ներկայում եկեղեցու եւ եկեղեցականների կյանքում։ Հատկապես վերջին շրջանում կիրակի օրերը մենք հոգեվոր նորոգման գործընթացի սկիզբ ենք դրել եւ մասնակցում ենք պատարագների եւ անընդհատ մեր խոսքում նշում ենք, որ այդ հոգեվոր նորոգման գործընթացը հենց մենք ինքներս մեզնից ենք սկսում, որպեսզի մենք հենց մեր անձով օրինակ լինենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եւ այս պատարագները, որին ես մասնակցում եմ, այո իսկապես ունի հոգեվոր խորհուրդ եւ մեկ նպատակ, որ մենք կարողանանք մեր սրբության սրբոց Մայրաթորը իրականում ազատել կտրիճանման երևույթներից եւ վերադարձնել այնպիսի մարդկանց, ովքեր իրականում հոգեվոր արժեքներ են կրում եւ հեռու են արատավոր վարքերից ու բարքերից։ Եվ ես վստահ եմ, որ մենք շատ շուտով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հոգեվոր գիտակցում ունեցող քաղաքացիների հետ միասին հասնելու ենք այդ վերջնակետին։ Օհանավան, Թալին, Խաչիկ, Արարատ, հիմա էլ Երևան։ Ամեն կիրակի եկեղեցու նորոգման օրակարգն ավելի տեսանելի է դարձնում երիտասարդ եւ նվիրյալ հոգեվորականներին, որոնք փորձության պահին ամուր կանգնած են իրար կողքի, իսկ հավատավոր քաղաքացիները կանգնած են նրանց թիկունքում։ Մարդկանց մեջ գուցե թե հավատքն է արթնանում եւ թե նաեւ այս ընդհանուր մթնոլորտը տեսնելով պատարագի ընթացքը մարդիկ որոշում են կայացնում, որպեսզի իրենք էլ գան մասնակցեն։ Հիմնական նպատակը դա է, որպեսզի մարդկանց մեջ հոգեվորը արթնանա եւ իրենք գան եւ կիրակի նվիրեն իրենց հոգեվոր առողջությանը կամ հոգեվոր կյանքին։ Ես կարծում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը այնուամենայնիվ պետք է լքի վեհարանը, որովհետեւ արդեն process-ը սկսված է եւ ես կարծում եմ, որ հանուն հավատքի, հանուն եկեղեցու եւ հանուն հայ առաքելական եկեղեցուն պետք է լքի վեհարանը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։